ողջուն, ողջուն։ Ժողովուրդ ջան, մի վարքան ես կոմ։ Նոյեմբերի 9-ն է, Երևան, Միաստիկյան պողոտային բախվել են 4 տրանսպորտային միջոց, բախման հետևանքով նախնական տեղեկությունների կա վիրավորներ, որոնց թիվը դեպքի վերջամանած ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները այս պահին պարզում են։ Տեղում իմ ներկայացան բժիշկները 1 հոգու ցուցաբերեցին անհրաժեշտ օգնություն շտաբ օգնության բժիշկները և տեղափոխեցին հիվանդանոց։ Վթարի հետևանքով տեսնում եք ավտոմեքենաներից մեկը BMW հայտնվել է կանաչ գազոնում։ Մեկ ավտոն բավականին վերևում է, մի ավտոն Mitsubishi-ին ներքևում է, երկու այս ավտոմեքենաները այս վայրում են։ Սա էլեկտրական է վերջին ավտոմեքենաներից է, որոնք հիմնականում շահագործվում են որպես տաքսի, սակայն պետք է պարզվի սա նույնպես տաքսի է շահագործում, թե ոչ։ Են մյուս վթարվածը Mitsubishi-ն է, չէ՞։ Mitsubishi, BMW, Honda և Honda։ Հա, Honda-ն վերևն է։ Honda վերևն։ Են դիմացի մայթը, Ավտո, դիմացի մահակը ոնց կլինի ավտո։ BMW-ն է դիմացի մայթը։ Այսինքն BMW-ն, հա, պարզ է, արդեն պարզ է։ Ըստ նախնական տեղեկությունների BMW-ն դեպի Ավանի կողմ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց անցել բաժանարար գոտու այս հատվածը ու հայտնվել այստեղ հավանաբար են BMW-ն էլ բախվել է նշված ավտոմեքենաներին։ Դա նախնական վարկածար։ Նա էլ Mitsubishi-ն է, Honda-ն էլ վերևում է։
Չէ, ախպե, չէ։ Բաղիկ չէ, ժողովուրդ ջան։ Հեսա BMW-ի դուրս եկած տեղը, այ հեսա։ Սել BMW-ի դետալներն է։ Հոնդան շատ է վերև Հոնդան։ Մի հոգի է վիրավոր։ Չէ, այդ եկիրը վարորդի նոր տեղափոխ։ Հա։ Հիվանդանոց դրա վարորդը ուղղել։ Այսօն 3 վիրավոր։ Հա։ Մի ավտոն է վերև 4 ավտո, 3 վիրավոր։ Ինչ արեց։
Դե ակնա տերևում է հետքը։ Դետալներն ընդեղ սաղ։ BMW-ն են խփե, բայց խփողը ուր է։ Էսան արի։ Ուր է խփողը բա։ Խփողը ստե ոնց կգարկացներ։ Խփողը բելե թռլա։ Հա, վсё, խփողը կարող չի փախե։ Իզուր BMW-ն չանեն էլ մեղավոր։ Երևի խփելա BMW-ը կառավարումը կորցրելա։ Հա, այսի խփացի տեղն է։ Այդտենց են ասում էլի։ Հա, միանշանակ ավտո տեխնիկականով կպարզվի արդեն։ Հա, դարեն մեքենայի մոտ։ Mitsubishi Նոյեմբերի 9-ն է, Երևան, Միաստիկյան պողոտայում ենք, այս Honda Magnishի ավտոմեքենան ըստ հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնված BMW Magnishի ավտոմեքենայի համար ժամանած մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում են, որ ահա այս Honda-ն է բախվել իրենց BMW-ին եւ BMW-ի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել բաժանարար գոտին անցել եւ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում բախվելով երկու ավտոմեքենաների։ Այդ տեղեկությունները, պարեկները եւ դեպքի վար ժամանած Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում պարզվում է արդյոք ճիշտ են տեղեկությունները, թե հնարավոր է պարզվի, որ ոչ թե BMW-ն է Honda-ն է բախվել BMW-ին, այլ BMW-ն է բախվել Honda-ին։ Դա պարզ կլինի քննիչի կողմից նշանակված ավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում։ Անկեղծ ասած իմ մոտ էլ կասկածներ կան, բայց թող դրա պատասխանը տան ավտոտեխնիկական փորձաքննության մասնագետները, ովքեր արկասույմա լավ էլ զինված են ժամանակակից տեխնիկաներով։ Կողային հատվածում է Honda-ի վնասվածքները, Արջևի այս հատվածում Հե Ալեքսանյան Կասպարյանն էլ ներքևն է, էլի։ Հա, ներքևն է։
Չգիտեմ ինչ է էլի։ Կասպերյանը հելավ Հոնդայի մոտ։ Գնաց Հոնդայի մոտ, հանդիպակաց այդ որտեղ որ են ավտոնը էլի։ Դե իրենք շապությունն են զուգում, էլի։ Έλα, δεν θα